Շարունակում ենք ծրագիրը եւ արդեն մեզ է միացել այս հատվածում վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Սկսենք երևի պարոն Թրամփի հայտարարությունից Իրանի հետ կապված, մենք արդեն տեղեկացինք մեր հեռուստատողներին, ուղղակի ուզում եմ մի փոքր բան ավելացնել այստեղ։ Ուրեմն Իրանի ափերին մեծ նավատորմ է մոտենում, այն շարժում է մեծ արագությամբ եւ հզոր ուժով, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ մերձավոր արևելքում գտնվող ամերիկյան նավատորմը առաջնորդում է Աբրահամ Լինքոն ավիակիրը, ինչպես եւ Վենեսուելայի պարագայում, այս դեպքում եւս այն պատրաստ է իր առաքելությունը իրականացնել արագորեն եւ եթե պետք լինի բռնության կիրառմամբ։ Իսկ վերջում, վերջում էլ ասում է գործարք կնքեք։ Այո, Իրանը պետք է գնա համաձայնագրի կնքման։ Նրանք ինչ չլսեցին, ինձ չհետևեցին կեսգիշերյան մուրջ գործողությանը եւ Իրանի եւ հետևեց կեսգիշերային մուրջ գործողություն եւ Իրանը ահռելի կորուստներ կրեց։ Հաջորդ հարվածը ավելի հզոր է լինելու։ Մի ստիպեք ինձ գնալ այդ քայլին։ Այսինքն ասում եկեք ստորագրեք ինչ որ ասում եմ, թե չէ, չէ, ես այսպես եմ հասկանում, Դե ակնհայտորեն ես կասկած հայտնեցի, որ այդքան մեծ արմադա կուտակել այնտեղ, դա շատ թանկ է, երկրորդն էլ բացի դրանից էլ անիմաստ է, որովհետև դու բացում ես քո, այսինքն ավելի ազատ տեղեր ես թողում այլ վայրերում, որովհետև չէ, որ դրանք ինչ-որ միտեղ ծառայություն են տանում, ինչ-որ միտեղից քաշել ես, բերես ես կողմի վրա։ Հրետորաբանությունը ես ինչպես եւ ենթադրեցի մի քանի օր առաջ, որ ինքը սպառնում է Իրանի առաջնորդներին, հակառակ դեպքում, այսինքն շանս է տալի գործարք կնքելու եւ հակառակ դեպքում մեծ հավանականությամբ կհարվածի, որովհետեւ առանց այդ Իրանի հետ կապված, սակայն եթե ինքը հիմա չհարվածի, սա կլինի երկրորդ խնդրեմը իր համար, ռեպուտացիոն, որովհետեւ առաջինում իրեն մեղադրում են Իրանի ժողովրդին միայնակ թողնելու համար, խաբելու համար, ասեց ճանապարհին օգնությունը, այդպես էլ տեղ չասել։ Հետեւաբար ստացվում է, որ հիմա եթե ասում է ու չանի, արդեն խնդրեմ կունենա։ Եվ ես այսպեսի մի բան ասեմ, տեսեք, Ռուբիոն ասաց, որ Իրանը երբևիցե այսքան թույլ վիճակում չի եղել։ Ռուբիոն ասաց, որ Իրանի տնտեսությունը սարսափելի վիճակում է եւ վստահ է, որ նորից մարդիկ կդուրս գան փողոց։ Սա էլ է դա միշտ տարօրինակ էր, չէ՞ որ դա ասեց։ Դե հիշում եք, երբ որ մենք խոսում էինք, երբ որ գործողությունը չեղավ, ես կասկած հայտնեցի, որ եթե ամերիկացիները հարված են, նորից փողոց դուրս կգան, այսինքն ոգևորվածություն կլինի, որ տեսեք մեզ չլքեցին։ Դրա համար Թրամփը սպասեց այդ պահին կարծես թե պատրաստ չէր, որքան հասկանում եմ։ Հիմա էլ կան տեղեկություններ, որ գեներալները վստահ չեն, այնպես չի, որ 100% վստահ են, խոսվում են մասին, որ Թրամփը շատ արագ ասել է, որպեսզի պատրաստվեն եւ կոնկրետ էֆեկտիվ ծրագիր առաջարկեն, որտեղ կա կասկած, որ այդուամենայնիվ դա կարող է իրավիճակ չփոխել։ Իսրայելն էլ է պատրաստվում, արաբական երկրները արագ ասեցին, մենք մեր տարածքով ոչ մի բան չենք թողի, մենակ մեզ չխփեք, բայց դե ես վստահ եմ, որ Իրանը շատ լավ հասկանում է, որ կխփի ամերիկյան ռազմաբազաներին, դրանով նաև բորբոքելով արաբական երկրների զայրույթը Ամերիկայի գործողության նկատմամբ վստահաբար։ Հետևաբար եւ Իսրայելին կհարվածի հավանաբար, չէ՞ Իրանը։ Բնականաբար։ Դե չեմ ասում, այս by default է։ Մոտիկա հարմար։ Այո, Իսրայելը բաց դրանից ասել է, որ եթե հարվածեք, մենք պատասխան կտանք, արդեն զգուշացրել է։ Բայց տեսեք ինչա տեղի ունենում հիմա։ Հիմա ամենալավ ժամանակն է հարվածի, որտեվ իրանական հոպը չկա, գրեթե գոյություն չունի։ Ամերիկյան ինքնաթիռները, հատկապես F-35-երը անտեսանելի են իսրայելական հոպի համար, բնականաբար անօթաչներով ինձ թվում է տարածքը կստուգեն մի հատ կշոշափեն, նոր հարվածները կհասցնեն, որովհետև տեսեք, եթե B2-ը ռմբակոծիչը կարողացավ մտնել տարածք, ամենապաշտպանվող օբյեկտը ռմբակոծեց եւ դուրս եկավ, իսկ դրանք շատ հեշտ հայտնաբերվող ինքնաթիռներ են, ձեզ ասեմ։ Հիմա նոր արտադրվող B-21-երը դրանք նոր stealth ներկով են, այդ մենք սիրում ենք, չի ասել stealth, քանի որ ռուսները TH-10 անտեսանելի է, հա, բայց քանի որ չէ, ինչ են բացատրում, որովհետև մեր հետևորդները իմանան, ռուսները դա ասում են stealth։ Ինչու, որովհետև իրանք այդ TH-10-ը վերջում չեն կարողանում արտասանել, դրա համար իրանք ասում են stealth, բայց դա stealth-ա կոչվում, ու դա անտեսանելիությամբ այդ ներկնա, որը հատուկ այսպես ասում են, շերտա դնում են վրա, նյութա, որը դժվար է տեսանելի է դարձնում ռադարների համար, այո։
Եվ այդ նոր B21-երը դրանք արդեն stealth-ով են պատված։ Հները չեմ կարող ասել, գուցեև, բայց այդուամենայնիվ հիմա։ Եվ կա հետևյալ մի քանի հանգամանք, որ ուզում եմ շեշտել։ Իրանի տնտեսական վիճակը իրոք վատ է, եւ մի հետաքրքիր ցուցանիշ ձեզ ասեմ։ Եթե առաջ Իրանում 2-ից 10,000 դոլար էին աշխատում եւ գոհ էին բավականին, այսինքն բավականին որն է, իհարկե, օրինակ արտասահմանյան ավտոները շատ թանկ էին, եւ բայց 2-ից 10,000 դոլար գումար էին աշխատում։ Ամիսը, այո։ Մի քանի տարվա մեջ դա 10 անգամ պակասել է։ Պատկերացնում եք, 8-ից 10 անգամ այդ գումարը պակասել է մարդկանց։ Ընդ որում ավելին ասեմ ձեզ, ինչի հաշվին, որովհետեւ մենք 8-ի իրանք դոլարով չեն ստանում։ Խնդիրը հետևյալն է, որ այնքան արժե զրկվեն նաև պայմաններից մեկը, այնքան արժե զրկվի իրանց գումարը, ուրեմն 1 թուման 1 դոլար արժի 1,500,000 թուման։ Այո, այդպիսի մի բան, ֆանտաստիկ։ այո։ Գումարած թուման չէ, ռիալ։ Թումանը կրճատում են, որպեսզի այդքան թիվ չասեն։ 1,500,000 ռիալը, եթե չեմ սխալվում, 150,000 թումանն է, այդպես են ասում էլ։ Մի խոսքով, եւ հետեւյալ մի բանն եմ ուզում շեշտել, տեսեք, իսրայելական հետախուզությունը, այսինքն իսրայելական վերլուծաբանները ասում են հետեւյալը, որ առաջին հարվածի ժամանակ Midnight Hammer-ի ժամանակ, ինչ էր կեսգիշերային մուրջ, այո, կեսգիշերային մուրջ, այո։ Ուրեմն այդ ժամանակ Իսրայելը ցանկացել է հարվածել Բանդեր Աբասի նավահանգիստին, որտեղ Իրանի էքսպորտի իմպորտի ահռելի գերակշիռ մասն է տեղի ունենում, այնտեղ մոտավորապես 70% էքսպորտը Իրանի տեղի է ունենում, եթե չեմ սխալվում 70% կներեք կարող է թվերը խառնեմ, բայց 70% էքսպորտն է տեղի ունենում, 30% իմպորտը, եթե չեմ սխալվում։ Ուրեմն ունեն մի իրենց ամբողջ հոսանք, այսինքն հոսանքի գերակշիռ մասը, այսպես ասենք զգուշորեն, ստացվում է գազամշակման բանից։ Տեսեք, օրինակ կա Երևանի ջեք չէ, որ իրանցիները տալիս են գազ, մենք իրենց վերադարձնում ենք էլեկտրոէներգիա։ Հիմա նույն տիպի իրենք ունեն ահռելի մի այդպիսի գործարան, որը ապահովում է շատ ահռելի, որը ապահովում է գրեթե Իրանի հոսանքի մեծ մասը։ Եթե այդ մի գործարանը հարվածեն, իսկ իրենք հիմա ոչ ունեն տեխնոլոգիաներ, ոչ կարողություններ, վերանորոգել է։ Այո։ Դուք գիտեք, հիմա իրանք եւ էլեկտրոէներգիայի խնդիր ունեն այսպայն, եւ ջրի խնդիր ունեն այսպայն, դել չասեմ տնտեսությունը։ Եվ նավթա վերամշակման գործարանը, որից ուրեմն հեղափոխական պահապանները կարճ ասեմ էլի, այդ գիտեք, այդ իրենց ամենա այդ դաժաններն են, իրենք ստանում են իրենց հիմնական եկամուտ, այսինքն ստվերային նավատորմերը, ստվերային նավթը եւ այլ այսպես շարունակ, հա։ Մի քանի վերամշակման գործարան են, բայց կա մեկ խոշորը, որը էլի բավականին լուրջ մասն է կազմում։ Այսինքն կան մի, հա, ել չեմ խոսում, եթե հարվածեն դամբաներին, ջրամբարների պարագայում, դուք հասկանում եք, արդեն իրանք խնդիր ունեն։ Այսինքն Իրանին ծնկի չոքի բերելը եւ ինչի մասին է խոսվում, ասում են Թրամփը արգելել է եւ ուզում են սպանել Խամենեիին։ Ասում են Թրամփը արգելել է ինչու, որովհետեւ կա իրենց եւ բացի նրանից Նեթանյահուն եկե խոսել է։ Իրենց ձեռնտու չի ոչ Իսրայելին, ոչ ԱՄՆ-ին, որպեսզի Իրանում սկսվի քաղաքացիական պատերազմ։ Որտեվ կա ադրբեջանցիների գործոնը, կա քրդերի գործոնը, կա արաբների գործոնը, էլ այնտեղ մանր-մուներ պակիստանցի, աֆղանստանցի չեմ խոսում, հա, այնտեղ չգիտեմ, բելուջիներ, ինչեր կասես կան։ Բայց գլխավոր մեծ, այսպես ասում է, համայնքները ժամանակ առ ժամանակ այսպես անկախական ձգտումներ ունեն։ 50-50-ով, չգիտեմ, մի մաս ուզում եմ, բայց հատկապես ուժեղա արաբների ուրեմն շրջանում այդ անկախական ձգտումները, ես իդեպ չգիտեի, հետաքրքրական է վերջերս իմացա, որ արաբների մոտ օրինակ ադրբեջանցիների շրջանում 50-50 է։ Մոտարապես ես ներսին մարդկանց իրանցու հետ եմ հենց խոսել, ուրեմն ինքը այդպիսի տպավորությունն է, որ այնպես է, որ ամենաշատ բանը եւ քրդերն են, որոնք շատ ագրեսիվ են իմիջիալուց, շատ ակտիվ են այդ իմաստով։ Հիմա կա վտանգ, որ կսկսվի քաղաքացիական պատերազմ եւ Իրանը կվերածվի մեծ Սիրիայի, որը Թրամփին եւ Նեթանյահուին պետք չի։ Իրանց պետք է, որպեսզի Իրանը դառնա լոյալ պետություն, որպեսզի իրանք ունենան բևեր, որտեղ կկարողանան զսպել նաեւ Թուրքիային։ Այսինքն իրանք չեն ուզում, որովհետև եթե Իրանը ընկղմի քաղաքացիական պատերազմի մեջ, Թուրքիայի դիրքերը ել ավելի կամրապնդվեն տարածաշրջանում։ Դրա համար որոշեցին հրաժարվել այդ մտքից եւ շատ ավելի զգուշ գործել։ Հիմա ինչն է հետաքրքիր, որպեսզի այդ հարվածը հուշկու լինի ավարտելով Իրանի թեման, պետք է իմ ասած թիրախներից առնվազն մեկին հարվածեն։ Բայց հարվածելու դեպքում էլ Աստված գիտի դրա հետևանքները։
Սա է խնդիրը։ Իրանը շատ խոցելի է այս պահին եւ Ռուբիոն ճիշտ է ասում, սարսափելի խոցելի է։ Ինձ հետաքրքիր է, տեսեք, հա խփեն հեղափոխապահապանների ղեկավարությանը, գուցե Խամենեին փորձեն խփել հակաբունկերային բաներով։ Բայց եթե հանկարծ որոշեցին այսպիսի մի բան անել, որպեսի եթե ուրեմն որպեսի հարվածը իրոք հուշկու դառնա Իրանին բերեն, ուրեմն սեղանի շուրջ, ծոնկի բերեն։ Հա, ենթադրում եմ, որ այս օբյեկտներից մեկը ուրեմն հարված կստանեն։ Լավ, հիմա մեծ մատնտմիջում կվերադառնանք ու կշարունակենք զրույցը Արմեն Շուքուրյանի։ Քո տոնը սկսվում է այստեղ։ Cosmo Palace, ընտանեկան բոլոր միջոցառումների իրական կենտրոն։ Վայր, որտեղ հայկական ջերմությունը միահյուսվում է եվրոպական շքեղությանն ու նրբագեղությանը։ Հայտնի եւ սիրված երգիչ-երգչուհիներ, լավագույն շոումեններ, որոնք ձեր երեկոն կդարձնեն իսկապես անմոռանալի։ Համեղ եւ տարբերվող խոհանոցի ներդաշնակություն հարիր միայն բարձրակարգ ճաշակին։ Անզուգական սրահին կից Hookah Lounge Patio, լավագույն եւ ռոմանտիկ երեկոներ բաց երկնքի տակ։ Սա պարզապես ռեստորան չէ, սա Cosmo Palace-ն է։ Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը Արմեն Շուքուրյանի հետ։ Արմեն, այդ թեմայի վերաբերյալ ասելու բանը Հա, Իրանի մենք Միացյալ Նահանգների։ հիշեցնենք, ավելացնենք, որ Ռուբիոն էլ արդեն խոսեց 20-ից 30 հազար զոհերի մասին, իսկ ես էլի տարբեր իրանցի, տարբեր երկրներում ապրող վերլուծաբանների եմ լսում, ուրեմն իրենք նաև կասկած ունեն, որ եթե զոհերը 20-ից 30 հազար է, իսկ իրենք ասում են անգամ 30 հազարից ավել կարող է լինել, ուրեմն որովհետև հիմա նաև թաքնված Տրամպը մի վատություն արեց, ասեց չկախեք, իրենք որոշեցին չկախել դեմոնստրատիվ, տանում են անտառներում են սպանում, այդ կտանքների տեղերն են սպանում եւ այլն, պատվալներում են, այսինքն նկուղներում են սպանում, այսպես ասեմ, բայց խնդիրը հետեւյալն է, ոչ մեկ չի հաշվում վիրավորներին, հիվանդանոցները, ընդ որում խնդրեմը նա է, որ այդ վիրավորներին էլ շատերին տանում են սպանում են, որովհետև իրանք էլ են մասնակցել այդ ամենին։ Գիտեն արդեն որտեղ հիվանդանոց են դիմում, վերցնում տանում են։ Եվ խոսքը նրա մասին է, որ 100,000-ից ավել, տեսեք, սպանված 30-ը, դա պատերազմի պես է, չէ՞։ Եթե կա, ասենք, օրինակ 1-ին 3 են պատերազմ հաշվում։ Այսինքն առնվազն 100, եթե իսկ ընդհանուր միջև ասում են 1-ին 10։ Բայ, որտեվ ասում են տես դրել ու առանցնայելու գնդակահարել են, այո։ Դրա համար այդպիսի վիճակ է, իդեպ ասեմ, սա էլ է Տրամպի խղճին, որտեվ հիմա ասում է չկախեք, ասում է օքեյ, չենք կախի, կտանենք, անտառներում կսպանենք եւ Իրանի ժողովուրդը դա տեսնում է։ Հետևաբար այս ամենի միջից ես տեսնում եմ ռեպուտացիոն վտանգ, որտեվ ռուս-ուկրաինական բանակցություններում ակնհայտորեն ինչ էլ ասի հիմա խնդրեմ ունի, այնտեղ առանձին թեմա է, երևի այսօր չհասցնենք խոսանք, դա ավելի մեծ թեմա է։ Եվ Տրամպը գիտեք, միջանկյալ ընտրությունների խնդրեմ ունի։ Արմեն, ես ինչքան հասկանում եմ, հիմա համար 1 թշնամի չասեմ, բայց ում դեմ ուզում է պայքարել Թրամփը Չինաստանն է։ Այո, եւ իր ազգային անվտանգության ռազմավարությունը տեսակ։ Եվ հենց այս Իրանի պատմությունը դրա հետ շատ մեծ կապ ունի, որտեղ Չինաստանը այնտեղից նավթ գնում, Վենեսուելան կորցրեց արդեն, հիմա եթե Իրանն էլ կորցնի, իսկապես լուրջ խնդիրներ է։ Այո, եւ տարիֆն էլ 60% արդեն 60%, 58% դարձավ, պետք է 58 լինի, այսինքն էլի թանկացավ։ Եվ հիմա այս ֆոնին Անգլիայի վարչապետը գնում է Չինաստան եւ բանակցություններ ավարում, ասում է, որ Ամերիկայի չի ստացվում, մենք էլ փորձում ենք երկրորդ մեծ տիրության հետ առևտուր անել կամ գործարքներ կնքել, ինչ կա սրա մեջ, հա։ Տեսեք, եթե Գրենլանդիայի հարցը չլիներ, այս պահվածքը, ես կդատապարտեի եվրոպացիներին, որովհետեւ ամերիկացիների ասածների մեջ ռացիոնալ հատիկ կա։ Այսինքն ամերիկացիները բացատրում են, մեր դեմ կանգնած է մի պետություն, որը օրինակ տեսակ չէ, հետաքրքիր մի բան, ազգային անվտանգության, ոչ թե հենց անվտանգության ռազմավարության մեջ նշված է, որ իրենք համարյա ասում են Ամերիկայի պես պետություն է։ Երկրորդն ասում են, բայց հզորությամբ, կարողություններով Ամերիկայի պես պետություն է, իսկ իրենք ասում մարդկային ռեսուրսներով ավելի մեծ։ Հետևաբար այնտեղ նշված է կոնկրետ թե ինչ մեծ վտանգ կա Չինաստանից, ասում են անգամ էսի վերջի 200 տարվա մեջ չհաշված Ամերիկան, այդպիսի պետություն չի եղել։ Սովետ, մովետ, անգամ սովետական միությունը իրենք ասում են, տենց բան չկա, համեմատելի չի, եւ իրոք համեմատելի չի, երբ որ նայում ես բյուջեները, եւ նայում ես բնակչությունը։ Հիմնական տնտեսական հզորությունն է։ Այո, այո, եւ բանակի հզորությունը, իդեպ այնտեղ հիմա մի հետաքրքիր բան է տեղի ունենում, բանակն է մաքրում, ինքը ամբողջությամբ վերցրեց իր ձեռքը, այո, հետաքրքիր բաներ է տեղի ունենում, ես կարծում եմ, այո, որտեվ այնտեղ միշտ եղել է տարբեր կարծիքներ, բայց Դեն Սյաոպինից հետո հիմա այնտեղ շատ ուժեղ նախագահ եղել Հու Ցինտաուն
եւ իր կողմնակիցները շարունակել են մնալ եւ իրենք շատ ավելի մինչեւ Սի Ցզինպինը շատ ավելի մեղմ քաղաքականության կողմնակից են եղել։ Հիմա Ստարմերը ցույց է տալի, որ մենք հատկապես Կանադայից հետո սպառնալիքից հետո, որ թվում էր թե պետք է բան անել։ Եվրոպան ատամա ցույց տալիս։ Եվրոպան ակնհայտ ատամա ցույց տալի եւ ես ենթադրում եմ, որ ոնց որ տեսեք, իրենք ինքն է եվրոպացիներին դնում բանի առաջ, որովհետեւ տեսեք, հիմա կոնֆլիկտ է ծագում Մարկ Ռյուտեի հետ, եվրոպացիները համարում են, որ ինքը լավ չի պահում իրենց շահերը եւ շատ է Միացյալ Նահանգների նախագահային ծառայում, հա։ Այսպես եվրոպացիները ցույց են տալիս, որ իրենք դժգոհ են եւ եթե իրենց հետ համաձայնության չգա, իրենք կգնան իրենց թշնամու հետ կսկսեն հարաբերություններ հաստատել։ Դեմոնստրատիվ իդեպ այս ամեն ինչի մեջ կարելի է։ Էն էլ Անգլիայի պես երկիրը, որ դարերով մենք բան ենք ունեցել իր հետ, հարաբերություններ, որ ոչ մի երկրի հետ չեն ունեցել։ Միանշանակ։ Այդ ոնց կարելի է ամենասերտ դաշնակիցն է Եվրոպայում, այո, եւ գնում է ցույց են տալիս, որ այսինքն Թրամփին ուզում են ցույց տան, որ քո այդ միանձնյալ լիդերությունը մեզ դուր չի գալի։ Մենք էլի դեմ չենք եղել այդ ամեն ինչին, բայց այս բացահայտ այս քո պահվածքը, որ թակավորի պես գալիս նստում ես եւ այլ այսպես շարունակ, հա, եւ Գրենլանդիան շատ հարվածեց իդեպ ասեմ։ Գրենլանդիայի պատմությունը շատ հարվածեց եվրոպացիներին, դա իրոք կարծում չափնանց էր Գրենլանդիա, որտեղ էլի կարող ստանալ ինչ ուզում էր, բայց ավելի հանգիստ ձևով։ Բանակցելով, այո, ՆԱՏՕ-ի շրջանակում, այո։ Եվ հիմա գումարած այս ամեն ինչին մեր ժամանակը սպառվում է ավելացնենք Հնդկաստանի հետ Եվրամիության գործը։ Այո։ Եվ այս դարի գործարք են ասում։ Այո, այո։ Իհարկե դա մի քիչ ճոխացրած է, բայց այնտեղ Եվրամիությունը Հնդկաստանի մեծ շուկա է։ Իհարկե։ Մեծ շուկա է, այնտեղ ապրանքաշրջանից հետ խնդիր կա, մասնավոր իրանք, այսինքն ուզում ասեմ, միևնույն է, չի փոխաբրեկա, այդպես ասեմ, չի փոխաբրեկա։ Լավ։ Շնորհակալություն Արմեն, այսօրվա համար այսքանը, կհանդիպենք վաղը, ցտեսություն։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։